Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է։ Արցախի քաղաքական եւ հոգեվոր ղեկավարությունը այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն։ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության որևէ ներկայացուցիչ ոչ։ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը զառանցանք է որակել փախաստներ որակումը, որը հնչեցրել է Փաշինյանը, ու հայտարարել, որ Արցախի լուծարելու պահանջ Բաքուն Արցախի իշխանություններին ներկայացրել է հիմք ընդունելով Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը։ 10 տարի առաջ ապրիլի 2-ին Ադրբեջանի գործողություններին հայկական բանակը համապատասխան պատասխան տվեց, եւ այն, ինչ որ պլանավորված էր Ադրբեջանի կողմից, չիրականացավ։ Այս մասին Եռաբլուրում Փաստինֆոյի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։ Գագիկ Ծառուկյանը այցելել է Արարատի մարզ եւ հանդիպել տեղի բնակիչների հետ։ Մեր մեջքը պետք է ուղենք, որ ամբողջ աշխարհը մեզ հարգի։ Այս վիճակում մենք չենք եղել, ասել է Ծառուկյանը։ Հայաստանի Հանրապետությունը ունի հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հանձնելու պայմանագիրը խզելու հնարավորություն, բայց մենք չենք պլանավորում եւ չենք ուզում գնալ այդ ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Չնայած միլիոնավոր պարգևատրումներին, կաշառակերության հերթական դեպքն է բացահայտվել հարկային տեսուչի մասնակցությամբ։ Կաշառքի գումարը եւս քիչ չէ՝ 10,500 ԱՄՆ դոլար եւ 3 միլիոն դրամ։ Մեղադրանքներ են ներկայացվել ինչպես տեսուչին, այնպես էլ կաշառք տված երկու անձանց։ Գործն ուղարկվել է դատարան։ Իմնեմ նիմի փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալան խափանման միջոցը։ Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։ Միացյալ Նահանգներին Իրանին վերահսկելու համար Հայաստանով անցնող միջանցք է պետք։ Այս մասին 10-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։ Ալիևը նորից է խոսել Զանգեզուրի միջանցքի մասին։ Ճանապարհը պատրաստ է գրեթե 90%-ով, իսկ երկաթուղին մոտ 70%-ով, ասել է Ալիևը։